Իդեպ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում ի թիվս այլ հետաքրքիր կերպարների մոտեցավ մի կին ու ներկայացավ. Ձեզանից շատ շնորհակալ ենք գերիներից Սուջանը, Գևորգի հորաքույրն եմ, ես շատ ուրախ եմ, որ մեր տղային վերադարձրիք։ Հետաքրքիրն այս ամենում այն է, որ ժամեր անց նույն Գևորգ Սուջյանը հերքեց այդ տեղեկությունը, ասում է, անկեղծ ասած, ես չեմ ճանաչում այդ տիկնոջը։ Հետաքրքիր է, բայց ոչ զարմանալու։ 2018 թվականին էլ Հանրապետության հրապարակում մի տարեց տղամարդ դիմեց ժողովրդին ներկայանալով որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ։ Ես այսօր եկել եմ ձեզ միաժամանակ ողջունելու իմ հերոս թորան Ռոբերտ Արիգի Աբաջյանի խոսքը տալու ձեզ։ Ինչպես պարզվեց հետո, այդ մարդն էլ ոչ մի ընդհանրական կապ չուներ հերոս Ռոբերտ Աբաջյանի հետ։ Բացի դրանից մամուլում տեղեկություն հայտնվեց, որ արշավի ժամանակ Հայկ Կոնջորյանի վարորդը ձևանում է ՔՊ աջակից ու Նիկոլ Փաշինյանից ստանում ՔՊ բուկլետ քարտեզը։ Այստեղ արդեն հարց է առաջանում. ի վերջո, իրական աջակիցները որտեղ են։ Ինչու են նրանց փոխարեն խոսում պատահական հորաքույրներ ու պապիկներ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ունի այնքան աջակցություն, ինչքան ներկայացվում է, ապա ում համար են բեմադրվում այդ շոուները։